Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Պաշտոնների նշանակվում են բազմաթիվ կանայք, կինը ցանկացած ոլորտում պետք է լինի, որովհետև ինքը գիտելիքներով արժանի է այդ տեղում լինելու։ Մեր ընտանիքում ինձ չեն թողում ուսում ստանամ, որովհետև ուրիշինն ես։ գնան հանդիպման ու հաշիվը աղջիկը փակի, վայ չէ, ոչ։ Արի ես քո հաշիվն էլ կփակեմ, չգիտեմ։ Մենակ մի նեղվի դու այդ հարցից։ Կինը իրենից ավել է վաստակում, լեզուն երկարում է եւ իր տղամարդկայնությունը նվազում է։ Դեռիվ բնական է, որ պարտականությունները երկկողմանի համաձայնությամբ բաժանեն։ Ըստ ձեզ մենակ կանանց իրավունքներն են ոտնահարվում Հայաստանում, թե նաև Որքե ոչ։ Եթե տղամարդը արտասվում է, էմոցիաներն է հայտնում, ինքը պակաս տղամարդ է։ Զարա, դու հաճախ շատ սուր ես արտահայտվում շատ հարցերի վերաբերյալ, շատ սուր։ Որովհետև կինը չպետք է լինի ինչ-որ մի տեղ որպես Ուղղակի քանակ ապահովող, որովհետև կինը Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Օրինակ եղել է, որ մեքենա վարես, դիմացի մեքենայի վարորդը ինչ որ սխալ բան անի, ասես հաստատ աղջիկ աղեկին։ Հա, որտեղ աղջիկ ա եղել։ Ու շատ վատ էր քշում։ Ես էլ չեմ ուզում բացում անեմ, Զարջան, ողջույն, շնորհակալ ենք, որ եկել ես, ասա։ Ես ուզում եմ ներկայացնել անպայման մեր հյուրին, լրագրող, նաև բլոգեր, մարդ ով իր ձայնը բարձրացնում է բլոգինգի Հանուն բոլոր միջոցով։ աղջիկներ։ Զարա Ղազարյանը, ողջույն Զար։ ողջույն։ Ոնց ես։ Ձեր բացման խոսքից հետո Վատ։ Տես ինչ։ Ուզում եմ ինչև էդ ասել լավ, բայց չէ, իրականում իմ համար տարբերություն չկա, սա փոքրիկ ակնարկ եւ թեթև իմ մասին ասեմ, ինձ համար տարբերություն չկա կլինի կին թե տղամարդ, եթե վատ է վարում, այդ թվում նաեւ շատ հաճախ ես եմ սխալներ անում եւ վատ վարում եւ գուցե դիմացի մեքենան ինձ է քարկոծում, անիծում եւ ազիզս թաղում, ասում է հաստատ աղջիկ վարորդներ գալիս տեսնում է, որ ոչ։ Իրականում վարելու հետ կապված ինձ էլ շատ նյարդայնացնում են, ու այնպես չի բոլոր նյարդայնացնողները աղջիկներ են, չէ, ինձ թվում է կորցրատիպ է։ Տեսեք, այսօր մեր հյուրը մի մարդ է, ով ինձ թվում է, իմ համեստ կարծիքով ավելի շատ է պաշտպանում կանանց իրավունքները Հայաստանում, քան շատ հասարակական կազմակերպություններ եւ օրինապահ մարմիններ։ Զար, քո մասին այդ ճիշտ է եւ դա փաստ է, ոչ մեկս չեն կարող հերքել։ Ոնց ստացվեց, որ դու այդ հանրային կերպով այդ քաղաքականությունը ворթեգրեցիր ու հիմա խոսում ես շատ դրա մասին։ Ես միշտ հետաքրքրված եմ եղել առհասարակ ֆեմինիստական թեմաներով, անգամ այն ժամանակ երբ չեմ իմացել ֆեմինիզմը որպես եզրույթ, թե ֆեմինիստական գրականությամբ, թե առհասարակ իմ իրավունքները պաշտպանելու հետ կապված, որովհետև սկսած համալսարանական տարիներից, դեռ դպրոցի տարիներից, այդ խնդիրներին ես խտրականությամբ բախվել եմ, բայց չեմ հասկացել, որ դա խտրականություն է, ուղղակի ես հասկացել եմ, որ ինչ-որ մի բան սխալ է, բայց ես չի հասկանում, թե ինչն է սխալ։ Չէ՞ բան անարդար է, բայց թե ինչն է անարդար, չի հասկանում։ Հետո երբ սկսեցի միշտ եմ բարձրաձայնել այդ թեմաներով, դպրոցական տարիներին, ինստիտուտի տարիներին, միշտ։ Ու երբ որ եկա մի ժամանակ, որ արդեն Instagram-ը բավականին լայն տարածում ուներ, սկսվեց COVID-ը, ինչպես շատ-շատերս ենք մեր սոցցանցային գործունեությունը սկսել հենց COVID-ի շրջանում, շատ ակտիվ այդ этаպում սկսեցի գրել, բայց ավելի միջազգային թեմաներով, երբ որ արձագանքը ստացա, ես հասկացա, որ ինչի խոսել միջազգային թեմաներից, եթե մեր իրականության մեջ այդքան շատ են այդ խնդիրները։ Ամեն օր ես, չգիտեմ, 8+ նամակ ստանում եմ տարբեր խտրական դեպքերի հետ կապված, սկսած ընտեղից, որ չգիտեմ, մի աղջիկ էր ինձ գրել, ասում մեր ընտանիքում ինձ չեն թողում ուսում ստանամ, որովհետև պապաս ասում է, որ դու ուրիշինն ես, ոչ թե ուրիշի երեխա, ինչ որ ընտանեկան sense հարցեր են, այլ ուղղակի աղջկա վրա, այսպես ասած, բյուջե չեն ծախսում։ Ու այս հարցագնալու։ Մենք կարող ենք sense շատ զարմանալ այդ թեմայի հետ կապված, բայց այդ թեման է, որը բավականին տարածված է, ցավոք։ Լավ։ Ինչ ես արձագանքել այդ աղջկան։ Ոնց ես հուսադրել, որ Բալիկ ջան։ Քանի որ ինքը թինեյջեր էր, ես շոտ sense ուշադիր եմ այդ հարցերում, այսինքն ինքս խորհուրդ չեմ տալիս այն թեմաներով, որ ես իրավասու չեմ խորհուրդ տալ, ինքը ավելի շատ դա ակնարկ էր, որովհետև ավելի այսպես ուրիշ կողմ էր խնդիրը, իհարկե այս թեմայի մասին խոսելուց առաջ բնականաբար ես իր հետ խոսել եմ, որ օրինակ կարելի է ես այս թեմային բնականաբար անանուն կերպով անդրադառնամ, թեկուզ
reel ֆորմատով, ինքը շատ օքեյ է եղել, նաև մենք իրար հետ մտածում ենք ինչ-որ փոքրիկ բան նկարել, ինչով է արդեն հետագայի համար, բայց իրեն ուղղորդել եմ այնտեղ, որտեղ տրվում է թինեյջերներին անվճար հոգեբանական աջակցություն։ Ես մի հարց ունեմ, մի փոքրիկ մի կարճ վերադառնանք ֆեմինիզմին ու հետ գանք էլի։ Ըստ քեզ ինչքանով է այն պահից սկսած, երբ որ դու սկսել ես հետաքրքրվել, ինչքանով է փոխվել, ինչ մուտացիայի է ենթարկվել ֆեմինիզմը, մի արտահայտություն, մի տերմին, իրականում սիրելի դիտողներ, նաև ձեզ ասեմ, մի տերմին, որը որ այդքան չհասկացված է մեր երկրում ու այդքան սխալ ձևակերպումներ ունի, այ ինչ մուտացիա է ապրել այս ֆեմինիզմը։ Ֆեմինիստ լինել չի նշանակում ինչ-որ կարծրատիպային sense պատկերացում ունենալ այդ թեմայի հետ կապված։ Ինձ շատ լինում է դեպքեր, որ ասում ընդհանրապես ֆեմինիստի նման չի, ասում ոնց ես պատկերացնում, ոնց պետք է լինեի։ Իրենք ես մտածում եմ ֆեմինիստ կանայք բեղերով, տենց ինչ որ Արջ Միզակներով կանայք են։ Ես իրական պատկերացում չունեմ, թե ինչ կարծրատիպեր կան դրա հետ կապված, ու մասամբ եմ պատկերացնում, դա էլ գալիս է այն կարծրատիպերից, որը տարիներ շարունակ տվել են ֆեմինիստ կանայք այս տեսքը ունեն ու ստեղծել են մի հատ իրավիճակ, որ կինը, ուղղակի մի կին իր տանը նստած չի ուզում իր վրա վերցնի ֆեմինիստ անունը, ուղղակի որովհետև չի ուզում ասոցացվի այն կերպարի հետ, որը մեզ ներկայացնում են, մեզ անընդհատ ցույց են տալիս, որ սա է ֆեմինիզմը։ Եթե դու ֆեմինիստ ես, ուրեմն պիտի լինես այսպեսին, դրա համար շատ հաճախ ցավալիորեն, շատ կանայք հանրայնորեն հերքում են եւ չեն ուզում իդենտիֆիկացվել ֆեմինիստ եզրույթի հետ, անընդհատ խուսափում են, խորշում են այդ բառից, մոռանալով, որ իրենց հանրային խոսքի իրավունք ունենալը դա ֆեմինիզմի, այսպես ասած, արգասիկ է, դա ֆեմինիզմի շնորհքն է, արդյունքն է։ Զարմ, խնդիրը մենակ արտաքին կերպարը չի ինձ թվում է, եզրույթը ինքնին ու երևույթը ընկալվում է սխալ նաև դրան վերագրվող այլ վիճակներում, այսինքն չգիտեմ, սկսած նրանից տղամարդը եւ կինը հավասար են այս բանավեճը մինչև այսօր շատ տարբեր ձևերով, շատ տարօրինակ ձևերով է քննարկվում, որ այդ հավասարությունը որտեղ ասես դնում են, բացի այնտեղից, որտեղ պետք է իրոք դնել այդ հավասարի նշանը, ու մնացած բաները, այսինքն մենակ կերպարի մասին չի, արտաքինի մասին չի, ու այդ վախը կա, որ մարդիկ, չգիտեմ, հաշիվ փակելը, այդ բանավեճերը անընդհատ պտտվում են մեր շուրջը։ Երեք մենք քեզ էի ուսումնասիրում, ավտոմատ բացվեց խոսակցությունը, հարցնում երեխեք ով է կողմ, օրինակ, որ գնան հանդիպման ու հաշիվը աղջիկը փակի, վայ չէ, ոչ, օրինակ դու կողմ ես, որ գնաք հանդիպման, հաշիվը փակես դու։ Ձեր առաջին հանդիպմանը։ Եթե ես եմ հրավիրել, բնականաբար այո, որովհետև էթիկետը ասում է, պետք է հաշիվը փակի նա, ով հրավիրում է։ Ես ընդհանրապես տղամարդու մասին փոքր կարծիք չեմ կազմի, եթե ես օրինակ հաշիվը փակեմ ու այդ ընդհանրապես ֆեմինիստական ինչ որ հարց չի ֆեմինիզմը, այդքան սոցիալական մեծ խնդիրը փոքրացնել եւ հասցնել հաշիվ փակելու մակարդակի կամ չգիտեմ դուռ բացել չփակելու մակարդակի, հաշիվը փակում է նա, ով հրավիրում է կամ եթե տղան ցանկություն ունի հաշիվը փակելու, օքեյ, ես էլ կարող եմ իմ կողակցին հրավիրել ինչ որտեղ ժեստ անել հաշիվը փակել, շատ կարևոր է հասկանալ, որ դա տղամարդ պարտավորությունը չի, որովհետև շատ հաճախ այդ նենց են ներկայացնում, որ տղամարդը պարտավոր է, ու ես միշտ ունեմ սկզբունք, ես պատվիրում եմ այնքանի, որքանի ես կարող եմ ինձ թույլ տալ հաշիվը փակել։ Տղամարդը պարտավոր չէ հաշիվը փակել, սրա մասին ավելի շատ խոսքը, ինչպես կինը պարտավոր չէ շատ այլ բաներ անել։ Ինչ պարտավոր չէ կինը անել ու ինչ պարտավոր չէ տղամարդ անել։ Ինչ որ ձևակերպումներ կան դրա, ոչ մեկ մեզ փոքր ժամանակվանից չի սովորեցրել, որ դու պիտի հաշիվը փակես, դա այդպես կա ու մենք տենց սովորել ենք, որ պետք է հաշիվը մենք փակենք։ Բայց համար ծիծաղելի է, որ տղամարդու համար օրինակ, չգիտեմ, երբ որ դու խոսում ես սոցիալական կարևոր հարցերից, մեկ էլ ինչ որ տղամարդ հայտնում է այդտեղ եւ ասում, «Բա հաշիվ փակել է, քավլիցի, արի ես քո հաշիվն էլ կփակեմ», չգիտեմ։ Մենակ մի նեղվի դու այդ հարցից։ Այսինքն սոցիալական այսքան կարևոր թեմայից խոսում ենք, բռնություն, ամեն երրորդ կինը բռնության ենթարկում, ֆեմինիզմ պայքարում է ընտանեկան բռնության դեմ, հավասար հնարավորություններ, ինչ որ sense մեծ թեմաներից խոսում ենք, ու մեկ էլ հաշիվ փակել։ Ինչի
դա չգիտեմ այն դարում երբ որ կանայք չգիտեմ պայքարում են իրենց իրավունքների համար խոսում են ինչ որ sense շատ մեծ խնդիրներից ինչ որ փոփոխություն են ուզում մտցնել սոցիումում մեկ էլ հաշիվ ասում որ բանավեճը լրիվ ուրիշ տեղ է ծավալվում ամենակարևորը այս եզրույթի ու երևույթի հետ կապված թողնում ենք սկսում ենք նույն այն օրը ես զրուցում էի հերթական հյուրի հետ որը պնդում էր, որ իր կինը իրենից ավելի վաստակել չի կարող, ինքը թույլ չի տա, որովհետև երբ որ կինը իրենից ավել է վաստակում, լեզուն երկարում է եւ իր տղամարդկայնությունը նվազում է։ Բայց կինոյի ներքին խնդիրն է, պետք է ինքը լուծի իր այդ ներքին խնդիրը, որովհետև դա չեմ ուզում որակավորում տամ, բայց ամեն դեպքում ես խոսում եմ ինչ որ ներքին խնդիրներից դա կնոջ խնդիրը չի, դա այդ մարդու ներսի խնդիրն է։ Զար շատ ուղիղ հարցն եմ, էլի, քեզ համար ընդունելի կլինի, որ միշտ ամուսինդ քեզնից ավելի ցածր վաստակի։ Իհարկե, ու այստեղ խոսքը ու քեզնից փող ուզի միշտ։ Միշտ։ Այսինքն դա չլինի ինչ որ տևական ժամանակ, որ հա հասկանում ես, որ այդ մարդը ունի ինչ որ դաթարի կարիք կամ ճգնաժամ է իր մոտ աշխատանքային։ Չէ, դա դեպքում նորմալ չի այնքան, ինչքան որ նորմալ չի լինի, եթե ես անընդհատ լինեմ պահանջատերը, ես անընդհատ լինեմ սպառողը, որովհետև հարաբերությունները իրանք կողմանի են ու դու չես կարող միշտ մի կողմից լինել պահանջատեր, մի կողմից լինես սպառող ու ոչինչ չներդնես այդ հարաբերությունների մեջ։ Ես չեմ խոսում այն շրջանի մասին, որ օրինակ, չգիտեմ, կանանց կյանքում լինում է հղիություն, ծննդաբերություն, բալիկ ունենալ, բալիկի մասին հոգացություն տանել, այդ ամեն ինչը կնոջն է մնում, եթե sense մեծապես վերցնենք, այդ этаպում այդ դրիվ բնական է, որ պարտականությունները երկկողմանի համաձայնությամբ բաժանեն, բայց որ անընդհատ առանց պատճառի, ես ինքս էլ ինձ թույլ չեմ տա առանց պատճառի անընդհատ սպառեմ ու ոչ մի բան չտամ այդ հարաբերություններին։ Ըստ քեզ, այսօր մեր երկրում որ ոլորտում կա ամենամեծ սեռային անհավասարությունը։ Չեմ մտածել անկեղծ այդ թեմայի հետ կապված, ամենտեղ ինչ որ մի չափով կա, բայց թե որ ոլորտում դժվարանամ պատասխանեմ։ Դու դեռ բախվում ես։ Հա։ Վերջին օրինակը, որ շատ ցցուն օրինակ է այս թեմայով։ Անձամբ որ քեզ հետ ա եղել, դե աղջիկա չի կարողանա կամ չգիտեմ, հենց սերով պայմանավորված։ Հա, վերջին օրինակը եղել է, երբ որ իմ աշխատանքային ոլորտում էր, երբ որ ինձ համոզում էին, որ կին չխոսի այդ թեմայի հետ կապված, որովհետև կնոջ խոսքը անվստահելի է։ Ու ես Ինչ թեմա է, եթե գաղտնիք չի։ Էկո ոլորտի հետ կապված ինչ որ նյութ պետք է պատրաստենք ու այդ մարդը ասում է, չէ, եթե այդ խոսա չեն, բայց այդ այն ոլորտն է, որտեղ ամենաշատն են կանանց ապրանքայնացնում, սեքսուալիզացնում եւ փորձում կնոջ մարմնի, կնոջ արտաքինի այդ ամեն ինչի հաշվին իրանց պրոդուկտը վաճառեն, այսինքն երբ որ իրանք ուզում են իրանց պրոդուկտը կնոջը սեքսուալիզացնելով վաճառեն կամ լսարան հավաքեն, ընտրում են կնոջը։ Այդ դեպքում կնոջը, իսկ ինչի երբ որ առաջարկում ես բովանդակային մի բան, միանգամից չէ, կամ պետք է այդ կինը այս տեսքով խոսի այդ թեմայի մասին, որ ընդհանրապես այդ թեման բացահակուստով խոսելու կամ չգիտեմ, ընդհանրապես մարմնի մասին չի, դու ստիպում ես, որ այդ թեմայի մասին կինը իր մարմինը ցուցադրի, որ դու դիտումներ հավաքես։ Բայց բուն խոսքը, իսկով ասած, որ կանանց խոսքը էական չի կամ կանանց խոսքը լսելի չի, չկա տենց վիճակագրություն։ Ըստ ձեզ մենակ կանանց իրավունքներն են ոտնահարվում Հայաստանում, թե նաև Իհարկե ոչ։ Ես ամեն անգամ ասում եմ ֆեմինիզմը պայքարում, ֆեմինիզմը շատ ձեռնտու է տղամարդկանց համար։ Մասկլինիստական շարժում չի, եթե այդպեսի շարժում լինի, բայց որոշակիորեն ինքը պայքարում է գենդերային կարծրատիպերի դեմ, որոնցից տուժում են նաև տղամարդիկ։ Գենդերային կարծրատիպերը այնպես են, որ շատ տղամարդկանց ասում ենք, որ ձեռնտու է այս միջավայրը, որովհետև հայրիշխանական համակարգ է, այլն կան տղամարդիկ, որոնք կոմֆորտ են այդ համակարգի հարմարվում են եւ ձեռնտու է իրանց, բայց մեծապես տղամարդկանց դա վնասում է այդ ամբողջ գենդերային կարծրատիպերի համակարգը։ Նույնը ես բուժ եղբայր ծանոթ ունեմ, իմ ընկերներից ենք, չի կարող գործ գտնի։ Մարդը սովորել է, հրաշալի մասնագետ է, բայց չի կարողանում գործ գտնի։ Հա, որտեվ մեր երկրում մենակ բուժ քույր կա, բուժ եղբայր չկա։ Մի կողմից սեքսուալիզացված է այդ մասնագիտությունը, մյուս կողմից ավելի այդ խնամքի ոլորտը վստահված է կանանց։ Այսինքն այստեղ sense խնդիրները
երկկողմանի են նաև տղամարդիկ են տուժում գենդերային կարծրատիպերից եւ կարեւոր է որ իրենք դա գիտակցեն նույն էմոցիոնալ տեսանկյունից երբ որ խոսում ենք եթե տղամարդը արտասվում է էմոցիաներն է հայտնում ինքը պակաս տղամարդ է եթե տղամարդը էս չի անում ինքը պակաս տղամարդ է կլինի իջնեք այդ մարդու արժանապատվությունից ու թողեք այդ մարդը լինի հույզերը արտահայտի լինի այնպեսին ինչպեսին ինքը բայց իրոք ֆեմինիստական շարժումը բավականին լավ աշխարհաստեղծել հենց տղամարդկանց համար նաև որովհետև բավականին շատ բեռ իջեցրել է իրենց ուսերից բեռ աղջիկները շատ հաճախ ասա դե լավ չէ չգիտեմ չես զգում քո կաշվի վրա չէ, իրականում եթե անկեղծ լինեմ, ես տեսեք, մենք շատ հաճախ օրինում ենք օրենքներ, ապրում այդ օրենքներով կամ դրանցից դուրս գալիս կամ դրանք խախտում, բայց չենք հասկանում, որ իրականում բնության մեջ եթե մենք չբզբզանք ամեն ինչ իր բնական հունով գնում է։ Դե մտածածին են, որ նաև տղաների աշխարհում կան հորինված ինչ որ փողոցային կանոններ, որոնք իմ համար անհասկանալի են, բայց ուղիղ ազդում են X կամ Y տղամարդու կյանքի որակի վրա։ Խնդրում եմ օրինակը։ Օրինակ այդ, չգիտեմ, չեմ ուզում մտնեմ այն ոլորտ, որտեղից ես պատկերացում չեմ, ես կփորձեմ օգնել քեզ։ Օրինակ, բակային ինչ որ սենց հասկացողություններ, որոնք, այո, փորձեցի հայերեն համարժեքը գտնեմ, որոնք հորինված են, բայց օրինակ տղամարդու կյանքի որակի վրա դա ազդում է։ Տղամարդը, եթե չեմ ուզում շատ կոպիտ օրինակներով վերել, բայց տղամարդուն կարող են պիտակավորել, փողոցային կռիվներում չլինելու համար, ագրեսիա չդրսևորելու համար, այս ամենանուրբ օրինակներն են բերում։ Այո, տղուն կարող ասեն ղզիկ, որովհետև ինքը չի կռվում։ Որովհետև ինքը չի կռվում։ Փոքր տարիքից տղամարդու մեջ այդ ագրեսիան ներդնում են, այսինքն եթե տղամարդը վատ է սովորում, դա նորմալ է, եթե աղջիկն է վատ սովորում, դա նորմալ չի։ Եթե փոքր տարիքում տղան կռիվների մեջ կռիվներից զերծ է մնում, ուրեմն ինքը մի բան են չի իր հետ։ Նախահարցակի մասին է խոսքը։ Ես հասկացամ, ես մի բան եմ ուզում ասել այս թեմայով։ Ես սովորել եմ մի տեղում, որտեղ որ այս հասկացություն, լավ եկեք այսպես վերցնենք բառը, կային այդպես ապրող մարդիկ։ Արդյունքում 90%-ը բառիս բուն իմաստով չքանում են երկրի երեսից վերանում են, դու չես գտնում։ Այսինքն այն երեխեք, ովքեր որ կռիվ անել չգիտեն կամ չգիտեմ X բան անել չգիտեն կամ ինչ որ այս ամեն ինչ մեջ չկան, իրանք հետո X բանի հասնում են, չեմ ասում, այս աշխարհներ են շուռ տալիս, բայց այն մարդիկ, ովքեր որ այդ top տեղերում են լինում այս ամեն ինչի, իրանք բառից չքանում են պրոստը, չկան, գոյություն կամ TikTok-ում fake edge-ով comment են գրում։ Էսա մաքսիմումը։ Բայց այդ տարիքում կներես, այդ տարիքում դժվար է երախուն բացատրելը 11-15 տարեկան, 14 լավ։ Այդ տարիքային սեգմենտում դժվար է բացատրել, որ գիտես, էս վատ բան է, ավտոմատ ներքաշում են։ Չես կարծում, որ այդպես պիտի լինի։ Այդ երեխեն դա է իրանը դա է։ Չէ, չեմ կարծում, որովհետև շատ հաճախ էլի եմ ասում, այդ շրջապատը երեխան մտածում է կամ թինեյջերը ինքը մտածում է, որ ինձ ավելի լավ է լինեմ ես մեծամասնության նման, քան լինեմ փոքրամասնություն եւ փորձեմ լինել շատ մեծ ուժ է պետք փոքրամասնություն լինելով պայքարել քո տեսակի ու քո իրավունքների համար։ Այդ շատ սենց բան է։ Ես փոքր տարիքում մի տղանկեր ունեի, ով որ այդ առաջի իմ սենց խնդիրներից ա եղել, որ բախվել եմ, շատ փոքր էինք, Էրիկը, ով ինձ անընդհատ նեղացնում էր, բայց երբ որ մենակ էինք լինում, մենք լավ ընկերություն էինք անում, բայց բոլորի մոտ բակում ինձ անընդհատ նեղացնում էր, անընդհատ ծեծում էր, հարվածում էր, խորացրեց։ Վերջում էլ եղավ պիկը այն, որ ինձ հրեց, գցեց հեծանիվով անցավ գրեթե իմ վրայով, ու աբսուրդը այն էր, որ էլի եմ ասում, երբ որ մենք մենակ էինք, մենք միասին տունտունիկ էինք խաղում, շատ ինտուիկն էինք նայում, ինչ որ sense պուպուշ վիճակներ, հետո իմ մաման
գնաց եւ իր մայրիկին ասում է Էրիկը անընդհատ զառային նեղացնում, ասում վայ ես էլ ուզում եմ ձեր հետ խոսալ, Էրիկը զառային սիրահարված է ու ես հասկացա, որ ես չեմ ուզում կյանքում ինձ որևէ մեկը սիրի, եթե սիրելը դա այդքան ցավոտ բան է, ես չեմ ուզում ու էդի մեջ հենց հատապավորվել ես որ ծեծում է, ուրեմն սիրում է։ Այ հենց այդ գաղափարն է, որ ինչի մենք փոքր էինք, մենք ոչ ոք չէինք հասկանում, ես որ ասում եւի 9-10 տարեկան մաքսիմում 8-9 ու առաջի անգամ ես բախվել եմ այդ խնդրին ու շատ երկար ժամանակ իմ մոտ այդ ընկալումն էր, որ եթե ինձ լավ են վերաբերվում, ուրեմն ինձ չեն սիրում, խոսքը ինչ որ այն սիրո մասին էր, որի մասին ես դեռ պատկերացում չունեի, հա, ընտանիքի մասին չեմ ասում։ Եթե ինձ անընդհատ ծեծում խփում էր, սերը շատ ցավոտ է, 8 տարեկանում ես հասկացա, որ սերը ցավ է, ֆիզիկական ցավ, հեծանիվի հետքեր, ինչ որ վրա։ Այ հենց պատկերացնում մեծ տարիքում Զարան պատկերացնում է իր ամուսնուն մեքենայով անցնելով, մեքենա ավտոբուսի վարորդ լինի Զարայի ամուսինը, ավտոբուս շոտ սիրում եմ կյանքս։ Գնացքի ռեսերին է կապում Զարային։ Այդ փոքր տարիքից է գալիս ու շատերս ենք հաստատ այդ խնդրին բախվել, որ տղաները հաճախ նեղացնում են այն աղջիկներին, որոնց սիրում են։ Դասարանում էլ էր այդպես, էլի մազերը քաշել է, կավիճով գրավել, բայց ձևը չգիտեն։ Խնդիր, այսինքն ամեն դեպքում ինչ որ տեղից խնդիր կա։ Չեն գտնում։ Շատ տղաներ, հա։ Ախ, լծված էին երկուսն էլ խոսեցինք թե թվացանք։ Չէ, իմ անձնական փորձը շատ լավն է։ Բայց ամեն դեպքում, տեսեք, կարծրատիպը այդ փոքր տարիքից այդ կարծրատիպը գալիս է։ Ես պատմությունը մի անգամ էլ եմ ասել, իմ բարեկամներից մեկին իր մաման ծեծեց, տղա էր։ Իմ մանկությունը անցել այս մոտ disclaimer անենք, հոկտեմբերյանում 90-ականների վերջ, 2000-ականների սկիզբ, ըս ֆիքսենք, որովհետև կարող է Երևանում ուրիշ ձև է եղել։ Ու իմ այդ բարեկամուհուն այդ տղան ընկել էր մեքենայի տակ, իմ բարեկամուն գնաց, բան չէր եղել շատ։ Գնաց սկսեց ծեծել այդ երեխուն։ Տղա, ինչի ես լացում։ Ասեք ընկել է ավտոյի տակ։ Ծեծում եմ, որտեվ լացում է, տղայա մի լացի, հետո ընդեղից իր պապան sense մայիկով, sense շատ sense վանով կերպարային, հա, այն նկարագրած sense ձյաձյաներով եկավ, նու այդ կարծրատիպային ինչ որ տեսնում ենք հաճախ էկրաններին, հենց այդ տիպիկ կերպարով եկավ եւ մի հատ էլ ինքն էր ուզում ծեծեր, մինչեւ այնտեղ մամաս խառնվեց, որ էս ինչ է կան, որ ու վարորդի ներողություն են խնդրում երեխան։ Ինչ որ sense շատ աբսուրդային, բայց իրենք ձեր հարևաններն էին։ Բարեկամները։ Ու չես շփվում էլ հետները։ Ոչ այդքան հաճախ, բայց նախորդ անգամ երբ պատմել էի այդ պատմությունը, իրանք արձագանքել էին, բոլորս ծիծաղեցին։ Չէ, ծիծաղելը, որովհետև մինչև հիմա կան թեմաներ, որոնք այդ մարդկանց համար ծիծաղելի են, ու էլի շատ է լինում, չէ՞ որ տղա երեխային ասում են խես լացում։ Դու աղջիկ չես որ լացում ես, կողը անգամ ծեծեն։ Ես այդ ասում եմ 2000-ականների սկիզբ, բայց հիմա էլ շատ հաճախ երեխեքին ծեծում են, ասում են խես լացում, տղա ես։ Նեղացում ես, լացում է, բնական է դա։ Դու լացում ես, ավ։ Իհարկե, ինձնից լացկան մարդ չկա այս քաղաքում Պապոս։ Հա? Կանչի լացենք շատ էմոցիոնալ։ Հա, ես անկեղծ եմ ասում, անցած անգամ մեքենա վարելուց եմ լացել, որովհետև բան էի հիշել, ուղղակի ջուր բան էի հիշել, լացում էի, բայց իմ համար դա դե իրականում մենք հիմա խոսում ենք շատ աբսուրդ բաների մասին, այսինքն իրականում Զարա, եթե անկեղծ լինեմ, մենք տարբեր թեմաներով մարդկանց հյուր ենք հրավիրել, տարբեր թեմաներով խոսացել ենք ու մեր ազգի գլոբալ գենետիկ կոդում դրված է մի արտահայտություն՝ ծայրահեղ։ Չկա միջին էս երկրում, էս պետությունում չկա միջին ոչ մի բան։ Չկա, այսինքն համաձայն եմ, այդ ոսկե միջինը մեր մոտ չկա։ Դժվար է բալանսավորել։ Երբ որ խոսում ես կանանց իրավունքներից, ասում են, այսինքն տղամարդկանց իրավունքն։ Այ մարդ, ես չեմ կպնում տղամարդկանց իրավունքները, ես խոսում եմ կանանց իրավունքներից։ Երբ որ ես խոսում եմ կանանց իրավունքներից, ես չեմ արժեզրկում տղամարդկանց իրավունքները։ Այդ շատ կարևոր է խոսել կանանց իրավունքների մասին, ինչ նշանակում արժեզրկել տղամարդկանց իրավունքները կամ հնարավորություններ խլել տղամարդկանց ձեռքից։ Քավլիցի մենք ուզում ենք ունենալ հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ թե մենք ինքնաարտահայտվենք, թե տղամարդիկ ու այն տղամարդիկ, ովքեր շատ բուրն են արձագանքում, իմ մոտ միշտ ներքին sense մտորումներ են առաջանում, որ կարող է դու վախենում ես կանանց հետ մրցակցությունից, կարող է դու վախենում ես, որ կնոջը տրվի հնարավորություն, ինքը գա քո աշխատատեղը, քո հնարավորությունը, ինքը խլի քեզանից։ Չնայած որ բոլոր վիճակագրությունները ցույց են տալիս, որ
համալսարանում սովորում են քիչ տղաներ, բայց հետո օրինակ պաշտոնավարում են ու բարձր պաշտոններ են զբաղեցնում հենց տղամարդիկ, բայց արի արձանագրենք նաև, որ եւ քո փորձով եւ ընդհանրապես մենք որ դիտարկում ենք Հայաստանում, ինչքան բան է փոխվել դրական իմաստով նաև։ Սկսած նրանից, որ պաշտոնների նշանակվում են բազմաթիվ կանայք եւ այսօր ես ոնց որ սա բան չի, բայց ամեն դեպքում գիտենք բազմաթիվ կարևոր պաշտոններում նշանակված են կանայք պետական տարբեր չէ ուզում եմ ասել չէ ինչի ժամանակին չէր դիտարկվում անգամ կինը ինչ որ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում հասկանում ես անգամ այս դեպքում այդ դա պիտակավորում են շատ հաճախ պոզիտիվ խտրականություն որ կինը պետքա տեղ լինի ուղղակի մարդահաշիվ ոչ թե որովհետև ինքը ներքուստ արժանի ես շատ դեմ եմ շատ ֆեմինիստ կանայք կարող է իմ հետ համաձայն չլինեն բայց ես ունեմ հստակ պատկերացում այս թեմայի հետ կապված որ պոզիտիվ խտրականությունը ինքը էլի խտրականություն է ինչի որովհետև կինը չպետք է լինի ինչ որ միտեղ որպես քանակ ապահովող որովհետև կինը ոչ կինը ցանկացած ոլորտում պետքա լինի որովհետև ինքը գիտելիքներով արժանի է այդ տեղում լինելու այդ պոզիտիվ խտրականությունն ենք շատ վատ բան կան կանայք ովքեր եթե համապատասխանում են այդ պաշտոնում պետք է իրանք լինեն այդ պաշտոնին ոչ թե որովհետև կինեն ու քանակ պետք է ապահովեն լորտի մասին էի ասում Զարա դու հաճախ շատ սուր ես արտահայտվում շատ հարցերի վերաբերյալ շատ սուր ես օրինակը բերեմ մեն կոշիկով տղամարդ դա սուր է դե ահա չէ հա մորային էր լավ օքեյ բայց էլի դեպքեր են եղել որ դու բավականին սուր ես արտահայտվել ոնց է լինում արձագանքը տղամարդկանց տեսանկյունից քո դիրեկտների բաժնում Ես իմ իրավական առումով բոլոր սահմանները բավականին լավ ճանաչում եմ եւ գիտեմ ինչ կարելի ասել, ինչ չի կարելի ասել, որովհետեւ ես խոսում եմ թեմաներից, որոնք շատ խոցելի են եւ շատ մարդկանց դուր չեն գալիս, հետեւաբար շատ մանևրելով պետքա այդ ամեն ինչը անես, որ օրինակ հետո իրավական դաշտում խնդրի առաջ չկանգնես, իսկ մյուս առումներով չէ այդպեսի բան չի եղել, որովհետև էլի եմ ասում, ես այդ ամեն ինչը շատ իմ պատկերացումներում համենայն դեպս անում եմ այնպես, որ անգամ այն մարդուն, որին թիրախավորում եմ, իրան որոշակիորեն չնեղացնեմ ու թիրախավորումից էլ ես շատ խուսափում եմ, եթե սկզբում ես կարող էի թիրախավորել, հիմա իմ հրապարակումները ավելի ուրիշ ռակուրսով են ու չգիտեմ ինչ պետք է եղած լինի, որ ես ինչ որ մեկին անձնապես փորձեմ թիրախավորել, ավելի շատ խոսում եմ թեմաներից, որ որևէ մեկին չանձնավորենք, այդ ավելի իմ պատկերացմամբ պրոֆեսիոնալ է ու չէ, Թե չէ կստացվի քննադատում ենք ինչ որ բան, բայց անում ենք նույն սխալները։ Դե հա։ Թիրախավորելով ինչ որ մարդկանց եւ հանրության ատելությունը տարածելով այդ մարդու վրա, առյուծ կտրողները Instagram-ում, Facebook-ում ու TikTok-ում իրական կյանքում չկան։ Այնպես չի, էլի որ շատ դեպքեր ա եղել, որ ես զուտ իմ անձնական ինչ որ ստատիստիկան ունենալու համար եղել է, որ ինձ սարսափելի վատ բաներ են գրել, իհարկե հիմա բավականին քչացել է, ամեն դեպքում են սկզբնական շրջանում ինչ որ վատ բաներ են գրել, մտել եմ, ասում մի հատ համարդ կգրես անձնականով համարդ գրի։ Ամենալավ տարբերակն է, չեն գրի երբեք ու չեն կոմենտնել է ջնջել, ինձ էլ է բլոկել, ինքն էլ է կորել սոցցանցային իրականությունից ու ես այդ հնարքը, լայֆհակը միշտ խորհուրդ եմ տալիս իմ բլոգեր ընկերներին, ասում որ ուզում եք իրանք իջիկ դառնան, հոդս ցնդեն, ուղակի մտեք իրանցից ինչ որ անձնավորող բան ուզեք։ Ասա էլ ավելի սարսափելի է, երբ որ օրինակ տղա է իրանց գրում, անկեղծ եմ ասում, ես օրինակ չէի տեսել իմ անկեղծ ռիլի տակ մեկնաբանություններ գրվել, իմ եղբայրը ինձնից շուտ էր տեսել այդ նամակը, այդ մեկնաբանությունը, ես նույնիսկ չեմ հասրել, երկրում չէի, մի քիչ ծովափնյա կոնտենտ էր ու եղբայրս է ուղակի իրան գրել, ինքը ինձ 6000 հատ նամակ էր գրել, ներողություն, աղաչում եմ, հետո լավ կոմենտներ էր գրում այդ ռիլիս տակ, ինչ որ Գրիր մեկ կոմենտ, ստացիր 3-ը անվճար լավը։ Զարջան, այն ինչ որ դու ես պլանավորել, ես վստահ եմ, որ կլինեն, որոշ ժամանակ հետո գուցե հանդիպենք կրկին ու էլ ավելի լավ արդյունքներով, էլ ավելի Բան ես պլանավորել։ Չէ, մաքսիմալ վատ նոտայով Չէ։ Ինչ որ անգամ գալիս եմ ասում, ինֆորմացիան արդեն ինձ ոնց ծեծեցին։ Չէ։ Շքամուտքում։ Կյանքում, չէ, ուզում ասել, այն ինչ որ դու ես պլանավորում, այսինքն ինչ որ դու ես ծրագրում, քո բլոգի միջոցով, քո հարցեր բարձրացնելու միջոցով, թող էլ ավելի շատ արդյունք տա։ Իսկ դուք սիրելի դիտող
դիտողներ անկախ սեռից եղեք adekvat, եղեք գրագետ, եղեք կրթված, եղեք Ինքեք խելացի։ ծայրահեղությունների մեջ։ Ու իհարկե պաշտպանեք մեկը մյուսին։ Առողջ եղեք, Կամ լավ ուղղակի մնացեք։ ստեղծեք միջավայր, որտեղ ոչ ոք ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի։ Լավ, վերջ, այդտեղ քո խոսքը հաշվի առնող չկա, վերջ, փակում ես եմ անում, այ քեզ բան, այդ ինչ էր։